Քաղաքականությունն ու իրավունքը հաճախ հատվում են այն կետում, որտեղ որոշվում են պետության խաղի կանոնները։ Իրավագիտությունից մինչև պետական համակարգ, օրենսդրական աշխատանքից մինչև սահմանադրական բարեփոխումներ ու ընտրական գործընթացների դիտարկում։ Մեր այսօրվա հյուրն այսպիսի ճանապարհ է անցել։ Միասին բացահայտելու ենք Գոհար Մելոյանի քաղաքական դիմագիծը։ Տիկին Մելոյան, բարի գալուստ քաղաքական դիմագիծ հաղորդաշար, առաջարկում հենց ամենասկզբից գնանք ամենասկիզբ։ Ծնվել եք 1989 թվականին Երևանում եւ ինչ միջավայրում եք մեծացել ու հետաքրքիր է թե այդ միջավայրն ինչպիսի ազդեցություն է ունեցել ձեր ձևավորման վրա։ Շնորհակալ եմ հրավերի համար, հատկապես նման տարբերվող միջավայր եւ տարբերվող զրույցի։ Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել ու շնորհակալ եմ ընտանիքիս ծնողներիս դրա համար։ Ծնվել եմ հենց Երևանի սրտում, մեր ընտանիքի ու հայրս էլ է ծնվել մշտական բնակության վայրը եղել է Մատենադարանի հարակից տարածքը ու այդ առաջնային հիմնապատճառներից է ինչ եմ ես իմ քաղաքի հետ այսքան կապված, այսքան ամենանկյունս իմ հատկապես այդ միջավայրի, հա, փոքր կենտրոնի ու հենց Մատենադարանի։ Չեք պատկերացնի, ես հիմա շատ ցավ եմ ապրում, որ իմ բալիկները հնարավորություն չունեն այն մանկությունը վայելելու, որի միջով մենք ենք անցել, որովհետև բացի այն, որ մենք բավական մեծ ազգ էինք, թե հայրիկիս, թե մայրիկիս կողմից անընդհատ մեր տանը բարեկամների մուտք ու ելք կար, մեր կողմից այցեր կար, նաև զուգահեռ ունենք հիանալի բակ։ Տարբեր տարիքային խմբի երեխաներ, անընդհատ բակային խաղեր, բակային կյանք ու ես համոզմունք ունեմ, որ հենց այդ շատ կապերը, շատ կոմունիկացիան է մարդուն զարգացնում, մարդու մեջ հմտությունները շփվելու, բանակցելու, մարդկանց հանդեպ, ինչու ոչ, հա, նաև մարդասիրության զգացում ներմուծելու։ Բարեբախտաբար ես որևէ տարիքում այսպես կոչված բուլինգի ենթակա չեմ եղել։ Շատ երևի աստվածահաճույքության տարել կա, ծնողներիս հետևողականության տարել կա, այդ է եղել հիմնական պատճառը, որ իրապես ես շատ եմ սիրում մարդկանց հանդեպ շատ դրական եմ լցված, ընդհանրապես կյանքում սկզբունք ունեմ։ Ես մարդուն ծայրաստիճան դրական եմ վերաբերվում, բոլոր տեսակ մարդկանց աշխատանքային միջավայրում անձնական յուրաքանչյուրին իր սահմաններով։ Դա մանկությունից է եկել կարծում եք։ Համոզված եմ, մինչև մարդը հակառակը չի ապացուցում։ Մի հիանալի մենք ասույթ ունենք հայկական իրականության մեջ։ Ամեն մարդ իր արշինով է չափում։ Ես կյանքի բերումով, քանի որ նաև բավականին շատ իմ տարիքի համեմատ փորձառություն ունեմ տարբեր բնակավարներում աշխատելու, պատասխանատվություն կրելու, սովորել եմ փորձել մարդկանց իրենց արշինով ընկալել, որովհետև բավականին դժվար է լինում, երբ դու այդ բացասական դրական պրիզմայով ընդունում ես մարդկանց, հետո որոշակի հետևանքներ են ի հայտ գալիս, բայց այնուամենայնիվ անկախ մի շարք հիասթափություններից էլ այդ մարդասիրությունը իմ մեջ բնավ չի նահանջել։ Իսկ այդ դեպքում իրավաբան դառնալու այդ որոշումը որքանով է գալիս այդ մարդասիրությունից եւ արդյոք եթե նույն մարդասիրությունից է գալիս, որ ինչպես դուք նկատեցիք, մանկությունից է ձևավորվել, արդյոք դա նշանակում է, որ իրավաբան դառնալու մտադրությունը, ձգտումը, գուցե երազանքը հենց մանկությունից է գալիս։ Տեսեք, ես ինձ նաև բախտավոր մարդ եմ համարում, որովհետև ես շատ վառ անհատականությունների միջավայրում եմ մեծացել, կրկին երկուստեք, համ իմ ծնողներն են իրենք շատ վառ, համ ունեցել եմ շատ վառ անհատականություն հորեղբայր ու մորեղբայր, որոնք իրապես իրենց հետքն են թողել իմ որպես մարդու կայացման, իմ բնավորության գծերի զարգացման վրա ու նաև հետաքրքիր բան ասեմ, հա ես աղջիկ եմ, ունեի իմ աղջիկական հետաքրքրությունները, բայց սկզբանե փոքր շատ տարիքից երբ նոր գրել էի սովորել, կա անգամ այդ նոթատետրերը, որ ընտրել եմ, որ կամ ես դառնալու եմ իրավաբան կամ դիզայներ ու այնուամենայնիվ որպես մասնագիտություն իրավաբանն իրեն ասեց ու այո ինչու ոչ հենց իրավաբան հիմա օրինակ երեխաները շատ երիտասարդ տարիքի սերիալներն են հա իրավական նայում ու լրիվ այլ պատկերացում ունեն հայրենստումա տենց շատ էքշնա հետաքրքիր մասնագիտությունա հետո ընտրում են մասնագիտությունը հիասթափվում են ինձ մոտ իրապես էլի այդ արդարամտությունը մանկուց ներդրված է եղել բակային խաղերից սկսած որ մեկը սուտ էր խոսում մեկը
այն խաղի կանոնները խախտում էր, ես շատ սուր էի դա տանում ու անպայման մինչև վերջ Միշտ կոնֆլիկտների մեջ։ Կոնֆլիկտ չէ, ես միշտ Իրավաբանությունը նաև կոնֆլիկտների կենտրոնում է, չէ, ըստ էության։ Գիտեք ոնց ավելի շատ կոնֆլիկտների լուծման եկեք ասում մենք միշտ մի քիչ վատ կողմով ենք նայում, հակառակը կոնֆլիկտը ինչից է ծնվում։ Կոնֆլիկտը ծնվում է ստից։ Ես ինչ որ ահավոր անհանդուրժողականություն ունեմ ստի նկատմամբ, որով ցանկացած հարաբերություններում, անձնականից մինչև գործնական, որովհետև ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան ցանկալի սուտը։ Ու բակային միջավայրից է։ Սուտը ինչ է։ Սուտը միշտ բացասական հետևանքներ է ունենում։ Միջավայրի վրա, քո հարաբերությունների վրա եւ այդ իսկ պատճառով ավելի լավ է ու սուտի պատճառով միշտ որևէ մի կողմ բացասական հետևանք է կրում։ Անարդարություն է հայտ գալիս, չէ։ Հաճախ խաղերում ինչ են ստում երեխաները, որ իրենք հաղթանակ են այդ իրավիճակում, բայց այդ հաղթանակը արժանի չէր լինում։ Ու ես այդ մարտիկն էի, անկախ իմ հետ էր կապ ուներ իրավիճակը թե չէ, ես փորձում էի վերականգնել արդարացի միջավայրը։ Երևի դրանով էլ հենց մասնագիտության ընտրության մեջ ի վերջո հաստատակամ եղա դեպի իրավագիտություն։ Իսկ ընտանիքում կային իրավաբաններ, թե ծնողները լրիվ այլ ուղղությամբ են իրենց աշխատանքը։ Չէ, այլ ուղղությամբ են, մայրս պատմաբան է, հայրս պոլիտեխնիկն է ավարտել, հենց մաթեմատիկայի բնագավառում շատ փայլուն գիտելիքներ ունի, պապիկս քիմիկոս գիտնական է եղել, դասավանդել է, ունի գիրք հրատարակած, մի խոսքով իմ կյանքում միշտ գիտությունը, գիրքը առաջնահերթ են եղել։ Իսկ իրենք չփորձեցին շեղել դեպի իրենց ուղղությունը, ամեն մեկը իրենց ուղղությամբ, մայրը, հայրը, պապին։ Հայրս կտրուկ դեմ էր, որ ես իրավագիտության գծով գնայի, շատ կտրուկ ու ավելի շատ դեմ էր, հաշվի առնելով այն ժամանակ մի քիչ տղամարդկանց միջավայրում ընդունված ֆակուլտետային բարքեր, միջավայր եւ այլն։ Այո, բայց մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք ու իմ հոր ազդեցությունը իմ կյանքի, իմ կայացման, այդ ինքնաբավության տեսանկյունից, երջանիկ մարդ լինելու տեսանկյունից շատ մեծ է եղել, բայց ընկերաբար էր, փորձում այդ խոչընդոտները ստեղծել, մայրս էլ միշտ ցանկություն ուներ, որ ես դեպի բժշկության բնագավառ գնայի, բայց դե ես իմ համառությունը աննահանջ էր։ Հաղթեց ներսի իրավաբանը։ Հայ, չէ, իմ ընտրությունն է։ Ոչ թե ներսի իրավաբանը, ես ունեի ընտրություն, որ ես գնալու եմ այս ուղղությամբ ու կրկին իմ մոր եղբայրը շատ վառ անհատականություն էր, ինքը իրավունքի բնագավառում աշխատում էր, ինքը կապ ուներ, իմ միջավայրում ու նաև ինքն էր ասում էր դու այդ բնագավառում շատ լավ կկայանես։ Այդ խորհուրդը որպես իմ համար հեղինակավոր անձի խորհուրդ իմ կյանքում նստվածք էր ունեցել ու այդպես էլ ես որոշումս կայացրեցի եւ ընդունվեցի Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ Եվ մասնագիտացաք սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքների եւ ընտրական իրավունքների ոլորտներում։ Ինչու հենց այս ուղղությունները։ Գիտեք, այդ ամեն որոշում, ինչքան էլ փոքր եմ եղել, ես մի քիչ վաղ տարիքում ընդունվեցի, այդ յուրաքանչյուր որոշումը բավականին կշռադատված է ինձ համար եղել, այնքան որ ինքնահոսի չի եղել, որովհետև ես իրապես շատ էի սիրում, լավ սովորում էի ու շատ հետաքրքրված էի մասնագիտությամբ, անդադ տարբեր դասընթացների զուգահեռ գնում, փորձում էի կատարելագործել գիտելիքներս։ Մենք 3 ուղղության հնարավորություն ունեինք, 3-րդ կուրսի ենք տեղափոխում, դա քաղաքացիա իրավականն էր, քրեա իրավականն էր ու սահմանադրյա իրավականը։ Քաղաքացիա իրավականը մի քիչ ձանձրալի էր, քրեա իրավականը շատ սիրում է ու շատ լավ ինձ մոտ ստացվում էր, անգամ մենք ֆակուլտետում դատախաղեր էինք ունենում, իրական գործերը հաստափոր բաժանում էինք դերերի, փաստաբան, դատախազ եւ այլն ու ինձ մոտ լավ ստացվում էր այդ ամենը։ Ուղղակի ես գիտակցում ունեի, որ դատա իրավական համակարգը շատ ծանր է ու հենց համադրում է իմ բնավորության հետ, որովհետեւ ես պատկերացնում եմ, օրինակ, եթե ես դատավոր լինեմ կամ դատախազ լինեմ, ես յուրաքանչյուր գործը, որը պետք է, որի օրինակ դա արդարադատություն իրականացնեի, կամ մեղադրանք ներկայացնեի, ես մարդկանց հետ կվերապրեի դա։ Ու հնարավոր համակարգային խնդիրները, որոնք հնարավոր են խանգարեն, այդ տարիքում ես դա տեսնում էի։ Օրինակ, անմեղ մարդու հետ կապված փաստական հանգամ մի շարք խնդիրներ։ Այդ անաչառության ըստ էության։ Այո, ես հստակ գիտակցեցի, որ եթե ես դրա մեջ լինեմ
ու խնդիրներ լինի, որոնք ինձ համար անհաղթահարելի լինեն, իմ վրա ապրումային տեսանկյունից, մարդկային տեսանկյունից շատ ծանր է աստելու։ Դրա համար Էմոցիոնալ մարդ եք։ Հա, այդ եմ ասում, այդ մարդասիրությունը իր բացասական կողմն ունի, որովհետև շատ իրավիճակներում չես կարողանում, հա, սառնասրտորեն անտարբեր անցնել։ Ապրումակցումը մի քիչ բարձր չափաբաժնով է ինձ մոտ ու կարծում եմ հենց հիմա իմ ներկայությունը քաղաքական գործընթացների մեջ ավելի շատ այդ էմոցիաներով է պայմանավորված։ Ես իհարկե քաղաքական գործունեությանը ավելի ուշ գալիս էի, բայց քանի որ դուք խոսեցիք էմոցիայի մասին, միանգամից հարց առաջացավ, իսկ քաղաքական գործչին որքանով է խանգարում էմոցիան եւ արդյոք պետք չէ սառը դատել քաղաքականության մեջ։ Տեսեք, ինչքան էլ որ թվում է, որ ես արդեն վաղուց եմ քաղաքականության մեջ, ես այդպես չեմ գնահատում, որովհետեւ այս քաղաքական գործընթացները, որ հատկապես հետպատերազմյան շրջանում տեղի են ունենում, դե ես անմասն չեմ մնացել սկզբանե, որովհետեւ պետական ծառայության ու քաղաքծառայության աշխատակից եմ երկարաժամկետ եղել, ու տեսեք, արդեն դու ավելի մոտիկից ու մեջից շատ բաներ տեսնում ես, բայց կուզեմ ընդգծեմ, հա, որ պետական ծառայությունը ու քաղաքծառայությունը ինչքան է դու ուզում ես կոնկրետ իշխանության օրոք աշխատես, ինքը սահմանազատված է, դու ապաքաղաքական կերպար ես, ու արդեն այդ անցումը հեղափոխություն մեր երկրում տեղի ունեցավ, հա, մենք բոլորս ունենք մեր քաղաքական հայացքները, մոտեցումը այդ բոլոր իրադարձություններին, պատերազմը ամենամեծ ջրբաժանը եղավ իմ էլի սուր մոտեցումներին, մի շարք իրադարձությունների մեր երկրում, որովհետև որև մեկը չի հերքի, այդ ողբերգական հետևանքները, որ բոլորս կրեցինք հատկապես 44-օրյա պատերազմի արդյունքում, ու ես հա տենց կտրուկ էլի հնարավոր է քաղաքականություն չէր, մասնագիտական եւ քաղաքացիական ընդդիմախոս դարձա ու ավելի շատ մասնագիտական քննադատություն էի հնչեցնում։ Հիմա քաղաքականություն իմ մուտքը ես պայմանավորվում եմ անդամակցությամբ ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Դա էլ շատ դժվար տրված որոշում է եղել, որովհետև ինձ համար անձնապես քաղաքականություն, կուսակցություն մոտ գործելը դա ճակատագրական որոշում է, արժեքների համատեղության որոշում է, քո կյանքը կոնկրետ մարդկանց ուժի հետ կապելու վերաբերյալ որոշում է։ Ու շատ հնարավորություններ ա եղել, հա, իմ ավելի քաղաքականացվելու, քաղաքականություն մտնելու, ես միշտ խուսանավել եմ այդ բոլոր դրվագներից ու կարծում եմ ոչինչ պատահական չի ստացվում, այս իրադարձությունները եւս պատահական չեն, թե օրինակ ինչու ծնվեց ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Դրա հիմքում պարոն Կարապետյանն է, բոլորս գիտենք, հա, Սամվել Կարապետյանը մեծանուն բարերար է, մարդ, ով իր ողջ կենսագրությունը նախ բացառիկ է իր կենսագրությամբ, որովհետև այն միակ հայն է, որ Հայաստանի գյուղում ծնված լինելով, Հայաստանում թե բուական, թե դպրական կրթություն ստանալով հասել է աշխարհի օրինակ 200 հակին, ու դա միայն ֆինանսական կարողության մասին չի։ Սա այս մարդու հմտությունների համասփյուռ է, հա։ Այսինքն տարբեր ուժերի հետ համագործակցելու հնարավորություն կար, դուք ընտրեցիք ուժեղ Հայաստանը, թե հենց միանգամից նրանց հետ կար այդ համագործակցության հնարավորությունը։ Դա եմ ուզում ասեմ, եթե ես նպատակ ունենայի քաղաքականացվելու, ավելի քաղաքականության մեջ դասական առումով մտնելու, այո, կար հնարավորություն։ Բայց ես հստակ որոշում ունեի, անգամ երբ մեր ձևով հասարակական շարժման հետ սկսեցի աջակցել, համագործակցել, համակարգող անդամ դարձա, չկար այդ հստակ որոշումը քաղաքական ուժ մտնելու։ Բայց երբ տեսնում ես, այդ որոշումը եկավ հենց Կարապետյանների ընտանիքին ավելի մոտից ճանաչելուց, որովհետև իրանք իրապես հայրենասեր մարդիկ են, վառ մարդիկ են ու նվիրյալ են, ես էլ եմ ինձ նվիրյալ համարում այս պայքարում, որովհետև թե իմ դեպքում, թե իրենց դեպքում ես տեսա նույնականություն, հա, մեզնից որևէ մեկը հիմա այս քաղաքական գործընթացի մեջ չի պաշտոնի համար, ինչ որ բարենորոգման անձնական շահի համար, այո, բացառապես ու երկուսից դեպքում է մենք ամեն ինչներ ենք դրել այս պայքարի մեջ։ Մեր անձնական բարեկեցությունն ենք ներդրել, անձնական շահը, տարական, հա, իմ երեխաներին նվիրված ժամանակը, որովհետև մեզ
այս համար արդյունք, վերջն արդյունքը ոչ թե ինչ որ պաշտոնն է, իշխանությունն է, բնավ, որևէ մեկս հաստատ դրա կարիքը չունենք, հակառակը դա մեծագույն բեռ է հիմա, որովհետև ծանր հետևանքներով է այս իշխանությունը անցնելու, հա, մեր քաղաքական ուժին։ Մեր նպատակը հայկական ինքնության ու հայկական պետականության համար երաշխիքները ամրացնելն է, որովհետև մենք ունենք մոտեցում հիմնավոր կասկած, որ դրանք վտանգված են, եւ երկրորդ մեր համար մեր հայրենակիցների բարեկեցությունն է, որովհետև հիմա ինչ ենք անում, հա, վերլուծում ենք, գնում ենք մարզեր ու հողի վրա թվեր ենք ուսումնասիրում, վերլուծություններ ենք կատարում։ Այն պատկերը, որ մեր երկրում հիմա արկա է, իրականում չգիտեմ, հա, ինչ ծանր բառով բնութագրեմ, ողբերգական է, որովհետև աղքատությունը շատ մարզերում, հա, ընդհանուր ինչ են ցույց տալի, ասում են, խոստում էր այս իշխանությունը տվել կրկնակի աղքատությունը կրճատելու։ Աղքատությունը իրենց թվերով հենց պաշտոնական թվաբանության մասն եմ գնում։ Ընդամենը 1%-ով, 1.5%-ով պակասել է։ Երբ բացում ես համապետական առումով ըստ մարզերի, օրինակ Գյումրիում աղքատությունը 43%-ի է հասել։ Վայոց ձորում, Տավուշում 18 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել է։ Սա ողբերգական պատկեր է։ Մենք մեր երկրում ծայրահեղ աղքատության մեջ բնակվող պաշտոնական թվեր եք պաշտոնական թվեր կարող եմ հրապարակել հետագայում դուք էլ ցույց տալ հեռուստադիտողին, պաշտոնական արմստաթի թվերն եմ ներկայացնում։ Մենք հիմա ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներ ունենք, իսկ դա գիտեք, որ դեպքն է, որ մարդը հացի գումար չունի։ Ու ինչ եմ ասում, որ հատկապես հիմա ավելի հաստատում ունեմ իմ ընտրության մեջ քաղաքական ուժի, որովհետև այժմ մեր քաղաքական առաջնորդի Սամվել Կարապետյանի հետ շփվելու հնարավորություն ունեցանք, ու ես ամեն օր հիանում եմ, հա, ինքը չեք պատկերացնում, ինչ լայնամասշտաբ, լայնախոհ անհատականություն է։ Ես գնում եմ իր հետ ինչ-որ ծրագիր քննարկելու, ինքը արդեն ունի տեսլական ամբողջ մեր պետության բոլոր բնագավառների հետ կապված, ինքը պատկերացում ունի, թե որ բնագավառը ոնց է զարգացնելու, ինչ ներդրում է բերելու, ինքը նաև ունի գիտելիք հիմնավոր, թե հողի վրա մեր երկրում ինչ խնդիրներ կան։ Ու ինձ համար իրապես պատիվ է նման առաջնորդ ունենալով, ու իմ համար շատ ափսոս է, ավելի մոտիվացված եմ, mən ուզում եմ ամեն հայրենակցիս հայ մարդու բռնել, ասել ժողովուրդ, մենք այնպիսի պետություն ունենալու հնարավորություն ունենք, իրավունք չունենք այս հնարավորությունը բաց թողնելու։ Տիկին Ուլյան, քանի որ մենք շատ առաջ անցանք միանգամից, ես առաջարկում մի անգամ եւս մեկ անգամ նորից հետ գնալ ուսանողական տարիներ, որպեսզի չշրջանցենք ձեր կյանքի այդ փուլը եւս, որտեղ այս հաղորդաշարը ի վերջո ձեր մասին է։ Հա, ես կուզեի խոսել իմ ուսանողական տարիներից։ Դուք քանի որ դուք պետական համակարգում եք բավականին երկար աշխատել, դուք աշխատել եք ազգային ժողովում, աշխատել եք արդարադատության եւ բնապահպանության նախարարություններում, ուսանողական տարիներին արդեն պատկերացում ունեիք, որ ձեր ապագան հենց պետական համակարգում եք տեսնում, թե պարզապես այդպես ստացվեց։ Տեսեք, ես ունեի ընտրություն սահմանադրաիրավական մասնագիտացման մեջ ավելի մասնագիտանալու, այդ ուղղությամբ խորանալու ու զուգահեռ, ինչպես ասեցի, շատ ակտիվ ուսանողական կյանք եմ ունեցել, համ դպրոցական կյանք եմ շատ ակտիվ ունեցել, համ սովորել եմ լավ, համ ունեցել եմ լավ բախտս բերել եմ միշտ մարդկանց հետ, հա, շատ լավ ընկերներ ու զուգահեռ ընկերներ, հա, ունեցել եմ շատ գեղեցիկ ընկերուհիներ, ում հետ ավելի կանացի թեմաներով ենք զբաղվում, ունեցել եմ ամենախելացիների միջավայրը կուրսում, օրինակ ակտիվ համ ուսանողական խորհրդի գործընթացներն եմ համ ֆակուլտետի մասնակցել, համ գիտական խորհրդի գործընթացներին եմ մասնակցել, համ մենք ֆակուլտետում շատ ակտիվ կյանք ունենք, օրինակ ներֆակուլտետային ես եղել եմ ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահության ներկայացուցիչ իրավագիտության ֆակուլտետի ու այդ միջֆակուլտետային կյանքի կոորդինատորն եմ եղել փոխհարաբերությունների։ Մի խոսքով իմ մոտ համ գիտակրթականն է ակտիվ զարգացված եղել, համ ընդհանուր ուսանողական կյանքս է շատ լավ է եղել ու տեսեք ինչ կարող եմ ասել, ուսանողական կյանքում էլի հնարավորություններ կար տարբեր ուղղություններով հետագա աշխատանքը կազմակերպվելու։ Ես կարծում եմ մի քիչ էլ ճակատագրական էր, որ հայտնվեցի ազատ հաստիկ կար արդարադատության նախարարությունում։ Ու ամենաբարդ բլոկերից մեկում, հա, աշխատանքս մեկնարկեց, սկսել եմ առաջի կարգի մասնագետից։ Իմ մոտ այսինքն հերթով աստիճանակարգությամբ ես համակարգում աճել եմ ու կարծում եմ դա իմ բազան որպես լավ մասնագետ։ Իրավական ակտերի մշակման բաժնում է։ Սկսել եք արդարադատության նախարարությունից, հետո
Հետ արդարադատության նախարարությունում բավական երկար աշխատել եմ, հետո բնապահպանության նախարարությունում եմ աշխատել, այնուհետև ազգային ժողովում, այո։ Դուք օրենսդիր մարմնում աշխատելուց հետո նաև սկսեցիք դիտորդական առաքելությամբ ըստ էությամբ զբաղվել եւ ընտրական գործընթացներ եք դիտարկել։ Ընտրական գործընթացներում առհասարակ ո՞րն եք որպես դիտորդ համարում ամենամեծ ռիսկը, վտանգը գուցե առհասարակ։ Տեսեք, իմ դիտորդական առաքելություն ղեկավարման process-ը պրակտիկան սկսեց արդեն երբ ես դուրս եկա համակարգից, դուրս եմ եկել 2019 թվականին, էլի գաղափարական հակասությունների հիմքով արդեն նոր եկած իշխող ուժի։ Այդ դեպքում հնարավոր է չեզոք դիտորդական առաքելություն իրականացնել։ Տեսեք, ընդհանրապես աշխարհում նենց մարդ չկա, որ բացարձակ անաչառ ու չեզոք է։ Հիմա ես էլ դուք էլ ունենք մեր քաղաքական կարծիքները, անկախ մենք որտեղ կգտնվենք, ինչ կարգավիճակում։ Խնդիրը այն է, որ մարդ այնքան պրոֆեսիոնալ լինի, որ կարողանա զսպի իր քաղաքական կարծիքները եւ գնահատական տա իրադարձություններին ըստ փաստերի։ Այո, ես կարող եմ գնահատական հնչեցնել, որ ես բավականին չեզոք եմ եղել ու այդ պրոֆեսիոնալիզմը ավելի բարձր եմ գնահատել։ Ցանկացած փոխհարաբերություններում, հա, անգամ հայկական իրականությանը ոչարեր են կոնֆիդենցիալությունից սկսած, մինչև մասնագիտական էթիկա գործընկերային փոխհարաբերություններում ես փորձում եմ պահպանել ու ասեմ, այդ էլի ամեն մարդու ներքին բնավորության ու անձնային ծիրումը, հա, իր աշխատանքային միջավայրը դրսևորվում։ Դիտորդական առաքելություն եմ իրականացրել 2021 թվականին, լրիվ անձնապես իմ ռեսուրսների հաշվին, առանց որևէ մեկի միջամտության, ու դա բավական ծանր էր, որովհետև ռեսուրսս քիչ էր, մոտ 30-ից ավել դիտորդ ունեի, ընդհանրապես Երևան քաղաքում ենք կազմակերպել, պատկերացրեք 2000-ից ավել տեղամասային կենտրոն կա համապետական ընտրություններին։ Իմ հեռուստաընկերությունից անձնական հեռախոսահամարը հրապարակել էի խախտումների արձանագրման ու հավաքագրման համար, հարյուրավոր զանգեր էի ստանում։ Ու այդ չեք պատկերացնում ինչ պատասխանատվություն է ու ինձ համար որպես անհատական պատասխանատվություն, երբ դու չես կարողանում այդ ահազանգերի հետևից գնաս ու սպասարկես, որովհետև ռեսուրսը չի բավականացնում։ Իսկ ահազանգերը բազմաթիվ ու բազմատեսակ են, միայն Երևան քաղաքում 100-ից ավելի խախտման տեսակ էինք հայտնաբերել ու պատկերացրեք, եթե մենք կարողանայինք համապետական այդ ամենը վերահսկել, դրանից հետո Գյումրին, արդեն Գյումրիում վաղարշապատում ռեսուրսներս արդեն ամբողջական են, Երևան քաղաքի ընտրություններ ենք անցկացրել, բայց ես գտնում եմ, որ այո, դիտորդական առաքելությունը ընդհանրապես, հա, ընտրական գործընթացի անաչառությունը ամենակարևոր էլեմենտներից է ընտրությունների, որովհետև տեսեք, հիմա մենք նախընտրական ծիրում ենք, խախտումները միայն ընտրության օրը չեն իրականանում, խախտումները նախընտրական շրջանում են, այս բոլոր միջամտությունները օրինակ մեզ վրա օրինակ բերեմ, հա, գրեթե ամենօրյա ռեժիմում մեր քաղաքական ուժից մարդ է ձերբակալվում ու ռեյդի պես, հա, այն հին ավտորիտարին հարիր ձևով առավոտյան մտնում են մարդկանց մեր գրասենյակներ, մարդկանց տներ, խուզարկություններ, 15-20 հոգու ձերբակալում են, արդյունքում հնարավոր է բոլորին է բաց թողեն, բայց նպատակը ի՞նչն է, աշխատանք այդ օրվա կատվածահար է արվում, օրինակ ամեն անգամ մի մարզի մասին է խոսքը գնում։ Վախի մթնոլորտ են փորձում ձևավորել ու փորձում են մեր համակիրներին, հա, մեկուսացնել, հատկապես ակտիվին։ Սա քաղաքական իշխանության ուղղակի միջամտություն է ու այն ծավալը արդեն 300-ին գերազանցում են, հա, մեր համակիրների բերման ենթարկման գործընթացները։ Մենք ուղղակի շատ չենք խոսում, շատ չենք հրապարակում, որ այդ վախի մթնոլորտը չհրահրվի, որովհետև իսկ մեր համակիրները իրենց մոտ, գիտեք, ինչ ներվ տալիս այսօրվա իշխանության, որ այնա ներվ տալիս, որ դա չի ազդում, հակառակը մարդը ավելի ոգևորված է հաջորդ օրը գալիս, ավելի մարտական է տրամադրվում, եթե ինքը մենակ էր, իր ընտանիքն ու ընկերներն են գալիս միանում process-ին, որովհետև ժողովուրդը արդեն չի հանդուրժում այդ ապօրինությունը, ժողովուրդը տեսնում է ու գնահատական է տալիս, օրինակ մի պապիկ մարզային այցերից մեկում ասեց, Ազիզ ջան, ասում է, սրանք է նախկին դարձան, գոնե թողում էին հանգիստ գնայինք, մեր ընտրությունը կատարեինք։ Իսկ հիմա իրենք ինչ քննադատում են, հա, նախկինների մեթոդով, սպառնալիքներով, աշխատանքից ազատման սպառնալիքով, ստերով, օրինակ պետական համակարգին ասում են, ուժեղ Հայաստանը որ գա, դուք սրանից կկտրվեք, ուժեղ Հայաստանը գա, ձեզ աշխատանքից կհանեն։
բնավ ուժեղ Հայաստանը գալու է, որ մեր երկրում մարդիկ միմյանց այլախոհությունը, այլակարծությունը հանդուրժեն, իշխանությունը իրավունք չունի պետական պաշտոնյան մարդուն ընդդիմադիր քաղաքական հայացք ունենալու համար ճնշի, մեղադրի, նման միջամտություններ թույլ տա։ Այս սա կարմիր գիծ է։ Քանի որ մեր ժամանակ անսահմանափակ չէ, ես ուզում եմ նաև հարցնել, թե քանի որ դուք երկու երեխաների ըստ էության, չէ, ճիշտ գիտեմ, մայր եք, կարողանում եք համատեղել իրավաբան, հետո քաղաքական գործիչ այդ մասնագիտությունները, եթե այդպես ասենք, կամ առաքելությունը ընտանիքի հետ։ Տեսեք, ընդհանրապես շատ դժվար է, որովհետև ես ամեն ինչում փորձում եմ շատ լինել, նվիրյալ եմ բոլոր բնագավառներում, որտեղ դրսևորվում եմ։ Ես այստեղ մի կարևոր մարդու մասին կուզեի խոսել, ով եւս իմ կայացման ու իմ կյանքի վրա բացառիկ ազդեցություն ունեցավ, իմ ամուսինն է, ով եւս բացառիկ է իր տեսակով։ Ինքը այն բացառիկ հայրն է Հայաստանից բնակվող, որ մենք ընդունվեց Քոլումբիայի համալսարան, իսկ Քոլումբիայի համալսարանը Նյու Յորքի, ինքը աշխարհի լավագույն տասնյակում է մտնում, այդ Ivy League կոչվածում է մտնում ու կուրսի լավագույն 5%-ի մեջ էր հատուկ մրցանակով դիպլոմ ստացավ ու դրանից անմիջապես հետո թե Նյու Յորքում փաստաբանի լիցենզիայի քննությունը առաջի անգամից հաջող հանձնեց, թե Կալիֆոռնիայում, այդպիսի հայեր են էլ Հայաստանից կարծում եմ դժվար է գտնել ու այդ ինչ եմ ասում առաջի անգամից օրինակ Ամերիկայում այդ փաստաբանի քննության հետ կապված արդյունքը միշտ հարցնում են, հա, որ երրորդ անգամից ես ստացել, որովհետև ինքը շատ բարդ է ու բարդ է ստանալ։ Ինքը բացառիկ գիտելիքներով էլի իրավագետ է, ուսանողական տարիներից ծանոթ ենք ու էլի հետաքրքիր պատմություն ունեցանք, հա, ուսումնական գործընթացում Գերմանիայում երկուսի արտադատության նախարարությունում ենք աշխատում։ Այնտեղ մեր հարաբերությունները ծագեց ու զարգացավ ու ամուսինս ինձ շատ է սատարում։ Իր մասնագիտական գիտելիքներով, իր աջակցությամբ, իր ուժեղ կամքով, հա, իր հանդուրժողականությամբ, ինչու ոչ, որովհետև տղամարդը պետքա շատ ինքնաբավ լինի, շատ ուժեղ լինի, որպեսզի հանդուրժի իր կնոջ այսքան բացակայությունը։ Ես իրապես, տեսեք, մենք քանի շրջան ենք ունեցել, հա, շարժումներ ենք ընդդիմադիր ունեցել, ես երբեք առաջատար կազմակերպիչ չեմ եղել, բայց միշտ առաջամարտիկ եմ եղել, մասնակցել եմ այդ բոլոր շարժումներին, իսկ փոքրիկս տղաս 10 տարեկան է, հոյակապ սովորող, էլի շատ հոյակապ բալիկներ ունեմ, չնայած այդ մի քիչ սուբյեկտիվ է, ամեն ծնող իր երեխային այդպես է գնահատում, իսկ փոքրիկս աղջիկս 5 տարեկան է, աղջիկս մի քիչ շատ է դուժել իմ քաղաքական ակտիվություն, քաղաքական չէ, հայրենասիրական մղումներից, որովհետև ակրկին ընդգծում եմ, ես երբեք քաղաքական ամբիցիա չեմ ունեցել իմ պայքարների ծիրում։ Ինձ համար մի շատ կարևոր արժեքներ են վտանգված եղել եւ ես գտել եմ, որ մենք պետք է պայքար մղենք դրանց պահպանման համար։ Ու այո, բնականաբար կարողանում ես համատեղում եմ, որովհետև ունեմ հատկապես ծնողներիս անմիջական աջակցությունը ընտանեկան հարցերի կազմակերպման process-ում, բայց բնականաբար այն ժամանակը, որ կցանկանար երեխայդ հատկացնել, տուժում է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Այսպիսին էր Գոհար Մելոյանի քաղաքական դիմագիծը։